Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ մայրաքաղաք Երևանում։ Օրվա հյուրը թանգարանագետ Սյուզաննա Խոջամիրյանն է։ Սյուզաննա Խոջամիրյան, թանգարանագետ։ Ծնվել է Երևանում։ 2004-ից 2008 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն բաժնում։ 2009-ից 2011 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական լեզուների բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժնում, ստանալով մագիստրոսի աստիճան։ 2015-ից 2019 թվականներին սովորել է Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում արխիվագիտության բաժնում։ 2019-ից 2024 թվականներին աշխատել է որպես Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն, իսկ մինչ այդ 2018-ից 2019 թվականներին զբաղեցրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի փոխտնօրենի պաշտոնը։ 2011-ից 2018 թվականներին որպես արխիվային բաժնի գլխավոր ֆոնդապահ աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ 2024 թվականին Սյուզաննա Խոջամիրյանը նշանակվել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն և ղեկավարում է այն մինչ օրս։ 2011 թվականից Թանգարանների միջազգային կոմիտեի անդամ է։ Բազմաթիվ գիտաժողովների և կոնֆերանսների է մասնակցել և զեկուցումներով հանդես եկել Հայաստանում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլուր։ Բարև ձեզ հարգարժան ուսուցիչներ, սիրելի աշակերտներ, շատ ուրախ եմ, որ այսօր միասին ենք զրուցելու ամենահետաքրքիր թեմաների շուրջ արվեստի, գրականության և իհարկե թանգարանների կախարդական աշխարհի։ Ես Սյուզաննա Խոջամիրյանն եմ, աշխատում եմ գրականության և արվեստի թանգարանում։ Երբ դպրոցն ավարտեցի, չէի կարողանում, արդեն նույնիսկ երբ ավարտել էի, դեռևս հստակ չէի կողմնորոշվում, թե ինչ մասնագիտության եմ ուզում տիրապետել և ինչ մասնագիտությամբ պիտի շարունակեմ ուսումս։ Բայց մի բան հստակ գիտեի, որ ինձ անսահման գրավում էին ու հետաքրքիր էին պատմությունները, պատմություններ բեմում, պատմություններ էկրանին, գրքերում, նկարներում և այլն, և ահա այս հետաքրքրությունն ինձ ուղղորդեց դեպի մշակույթն ու արվեստը։ Հետո գիտակցեցի, որ թանգարաններն այն վայրերն են, որտեղ պատմությունները չեն ավարտվում, դրանք ապրում են։ Եվ ահա այսպես ընտրեցի իմ մասնագիտությունը, թանգարանագիտություն։ Իմ կրթության բակալավրի աստիճանը ստացել եմ թանգարանագիտություն, թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն մասնագիտացմամբ, հետո ուսումը շարունակել եմ ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայում, այնուհետև շարունակել եմ Մատենադարանի ասպիրանտուրայում։ Աշխատանքային գործունեությունը սկսել եմ դեռևս ուսանողական տարիներից, երբ աշխատում էի ամենատարբեր թանգարաններում որպես կամավոր աշխատող։ Հետո աշխատել եմ Երևանի Փայտարվեստի թանգարանում, այնուհետև աշխատել եմ տասնյակ տարի Մաշտոցի անվան Մատենադարանում, հետո ղեկավարել եմ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը, իսկ հիմա ստանձնել եմ Հայաստանի ամենամեծ ու ամենաստրատեգիական նշանակության կառույցներից մեկի, մշակութային կենտրոններից մեկի, գրականության և արվեստի թանգարանի տնօրենի անչափ պատասխանատու գործը։ Կարծում եմ աշխատանքային իմ անցած ուղին օրինակներից մեկն է, թե ինչպես կարելի է
անսահման սիրել մասնագիտությունը, թե ինչպես կարելի է շատ անկաշկանդ կամավորական աշխատանքից, բանվորական աշխատանքից հասնել մինչև քո մասնագիտության ղեկավար պաշտոնի։ Մինչ մեր զրույցի հիմնական թեմային անդրադառնալը, ես կուզեի ձեզնից մեկին հրավիրել բեմ եւ իմ ամբողջ մեր զրույցի ընթացքում բեմում աշխատող աշակերտները անընդհատ կփոխարինեն իրար։ Այստեղ ունենք փոքր հարթակ, որտեղ Վիլյամ Սարոյանի ինքնադիմանկարն է, եւ դա շատ հեշտ է արտապատկերել։ Վրան դրված է թուղթ, դուք լույսի օգնությամբ Վիլյամ Սարոյանի ինքնադիմանկարը պիտի արտապատկերեք։ Ով է ամենահամարձակը։ Համեցեք։ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության եւ արվեստի թանգարանը հայկական մշակութային ամենամեծ պահոցն է աշխարհում։ Այստեղ պահվում է ավելի քան 2 միլիոն թանգարանային առարկա։ Սկսած Սայաթ Նովայի ժամանակաշրջանից, իսկ իդեպ մի հետաքրքիր փաստ էլ կա, որ Սայաթ Նովայի ինքնագիր դավթարը թանգարանին է նվիրել հենց Հովհաննես Թումանյանը։ Սայաթ Նովայից մինչև մերօրյա մշակութային գործիչներ, գրականագետներ, իրենց արխիվները, իրենց ձեռագրերը, ազգային գանձերը վստահել են գրականության եւ արվեստի թանգարանին, քանի որ թանգարանին հանձնելը, թանգարանում պահելը նույն է թե դա լինի ազգինը, լինի հանրությանը։ Եթե գրականության եւ արվեստի թանգարանը մի պահ թողնենք եւ խոսենք թանգարան երևույթից, ինչ է իրենից ներկայացնում թանգարանը։ Ինչ եք կարծում այս թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, այս հագեցած արհեստական բանականությամբ անընդհատ փոփոխվող ժամանակաշրջանում կապրեն թանգարանները։ Ես ուզում եմ նշել անպայման, որ թանգարանները մեր անձնագրերի նման են։ Անկախ փոփոխվող աշխարհից թանգարանը երկրի անձնագիրն է։ Տեսեք ինչպես է, չէ՞, երբ մենք ունենք անձնագիր, անձնագրով կարելի է տեսնել ով եք, երբ եք ծնվել, որտեղ եք ծնվել, ինչ ազգություն ունեք։ Նույնը մեր թանգարաններն են։ Ավարտեցիք, շնորհակալություն, կփոխվեք որևէ մեկը։ Թանգարաններն էլ տվյալ երկրի, իրենց երկրի անձնագրերն են, այսինքն թանգարանի միջոցով կարելի է իմանալ երբ վանից ենք գալիս, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում, ինչպես ենք հաղորդակցվում աշխարհին, եւ որ ամենակարևորներից է, ինչ ասելիք ունենք աշխարհին։ Եվ խոսքն ամենևին մեկ թանգարանի մասին չէ, այլ առհասարակ թանգարան երևույթի, թանգարան աշխարհի։ Օրինակ, Մատենադարանում կարող եք ծանոթանալ մեր գրչության պատմությանը։ Հայաստանի պատմության թանգարանում կարող ենք տեսնել մեր անցած պատմական ուղին։ Հուշային թանգարանում կարելի է ծանոթանալ տվյալ մտավորականի, գրողի, նկարչի, միջավայրին, կենցաղին, ժամանակաշրջանին։ Այս դիտանկյունից, եթե փորձենք նկարագրել, ապա գրականության եւ արվեստի թանգարանը ներկայացնում է մեր մտավոր զարգացման, աշխարհին ու համաշխարհային մշակույթին ու գրականությանը հաղորդակից լինելու մեր ճանապարհը։ Այստեղ պահվում են ոչ միայն ազգային արժեքներ, այլև համաշխարհային նշանակության արժեքներ։ Օրինակ, Մոցարտի ձեռագիրը, օրինակ, Նապոլեոն Բոնապարտի ինքնագիր հրաժարականը, օրինակ, Լուի 14-րդ կայսեր նամակը Ռուսաստանի թագավորին Պետրոս առաջինին, որն ըստ էության Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջև առաջին դիվանագիտական փաստաթուղթն է պատմության մեջ։ Բոլոր ցարերի գրագրություններից են պահպանվում այս թանգարանում, Պիկասոյի սերիական քանդակներից է պահպանվում այս թանգարանում։ Եվ յուրաքանչյուր առարկա, պատկերացնում եք 2 միլիոն թանգարանային առարկա, ունի իր ստեղծման, իր ապրելու եւ մինչեւ թանգարան հասնելու, նույնիսկ թանգարանում ապրելու պատմությունը։ Գիտեք, շատ կարևոր է թանգարաններ այցելելը։ Ես ուզում եմ ձեզ խնդրել, հորդորել, որ
ինչքան էլ որ ճամփորդեք, որ երկիր էլ որ գնաք ճամփորդության, ել չեմ խոսում հայրենիքի մասին, անպայման այցելեք թանգարաններ, որովհետև թանգարանները ամենահավաստի աղբյուրներն են, որտեղից կարելի է պատկերացում կազմել տվյալ քաղաքի, մարդկանց, մտածողության եւ առհասարակ երկրի մասին։ Խոսեցինք կրթությունից, մշակութային կրթությունից, ես ուզում եմ, որ դուք նաև իմանաք, որ թանգարանները այդ ստատիկ կառույցներ չեն։ Տեսեք, օրինակ, շատերի մոտ տպավորություն է, որ թանգարանը միայն անցյալի մասին է, որ թանգարաններում անշարժ ցուցադրություններ են։ Բայց ես հավաստիացնում եմ որպես թանգարանի բնակիչ, որպես թանգարանի մարդ, որ թանգարաններում չափազանց մեծ ծավալների գործողություն կա եւ կյանք կա։ Եվ թանգարանն ապրեցնողը թանգարանի աշխատակիցներն են, այցելուներն են։ Այնպես որ եթե այցելեք թանգարաններ ու սիրահարվեք ինձ նման թանգարանին ու թանգարանային աշխատանքին, թող սա լինի նշան ի ուղղորդումն ձեր մասնագիտական ընտրության։ Որովհետև թանգարանային աշխատանքն իսկապես չափազանց պատասխանատու աշխատանք է։ Եթե մենք քիչ առաջ համեմատում էինք թանգարանները անձնագրերի հետ, վկայությունների հետ, երկիրը ներկայացնելու տարբերակների հետ, ուրեմն պատկերացնում եք ինչ մեծ պատասխանատվությամբ են մոտենում թանգարանային աշխատողներն իրենց գործին։ Եկեք այսպես դիտարկենք, չէ՞։ Չկա պետություն առանց պատմության։ Չկա պատմություն առանց արխիվների, առանց վկայությունների ու փաստերի։ Այս փաստերն ու վկայությունները պահվում են թանգարաններում։ Գրականության եւ արվեստի թանգարանն առաջարկում է տասնյակ կրթական ծրագրեր, տասնյակներով կրթական ծրագրեր, նշված ոլորտների, հիշում եք, չէ՞ որ ոլորտներն է պահում ու համակարգում ու ներկայացնում թանգարանը, գրականությունը, կինոն, թատրոնը, երաժշտությունը։ Թանգարանը բաղկացած է երկու մասից, խոշոր մասերից, գրականության բաժին եւ արվեստի բաժին։ Սրանք իրենց հերթին բաժանված են ենթաբաժինների։ Գրականության բաժինն ունի ձեռագրատուն, որտեղ պահվում են մեր մեծերի ձեռագրերը, գրողների ձեռագրերը, եւ հուշային հատված, որտեղ պահվում են նրանց անձնական իրերը։ Արվեստի բաժինը բաղկացած է երաժշտության, կինոյի ու թատրոնի ենթաբաժիններից։ Սրանք էլ իրենց հերթին բաղկացած են շատ բաժիններից, օրինակ ձայնադարան, հուշային բաժին, էլի ձեռագրական բաժին, տարատեսակ քանդակներ, կերպարվեստ, դեկորատիվ կիրառական արվեստի հավաքածու, նումիզմատիկայի հավաքածու եւ շատ արդեն տարբեր ժանրային բաժանումներ կան այստեղ։ Թանգարանն ունի նաեւ մասնաճյուղեր, իդեմս Գորիսում Աքսել Բակունցի տուն թանգարանի, Դսեղում Հովանես Թումանյանի տուն թանգարանի, Աշտարակում Պերճ Պրոշյանի տուն թանգարանի, Սիլվա Կապուտիկյանի, Դերենիկ Դեմիրճյանի տուն թանգարանների։ Գիտեք, մեկ այլ բան է, երբ դասասենյակում մենք լսում ենք դիցուք Հովանես Թումանյանի կյանքի մասին, մանկության տարիների, կենսագրության, որը անհասանելի ու ավելի տեսական է թվում։ Եվ լրիվ այլ բան է, երբ Թումանյանի մանկության տարիներն ու ապրած կյանքը մենք լսում ենք ուսուցչից ու սովորում ենք հենց Թումանյանի տանը, Դսեղում, որովհետև այն տանը, որտեղ նա ծնվել ու մեծացել է, ապրել է իր մանկության տարիներին, այն բնությունն ու միջավայրը, որտեղ նա ձևավորվել է որպես անհատականություն, իսկապես մեզ հուշում են, թե որտեղից է գալիս նրա բանաստեղծական էությունը։ Մանավանդ գտնվել բանաստեղծի, ամենայն հայոց բանաստեղծի սրտի կողքը, իսկ դուք գիտեք, որ սիրտը թաղված է իր տան բակում։ Եվ այսպես նաև մյուս հուշային թանգարաններում, այստեղ առաջարկում են բազմաթիվ կրթական ծրագրեր, բոլոր նշած 4 ոլորտներից, օրինակ թատրոնի ոլորտից կարող ենք մասնակցել, ես բեմանկարիչ եմ կրթական ծրագրին, կամ ստվերների թատրոնը կրթական ծրագրին, կամ կինոյի ու անիմացիայի բաժնում, ինչպես են ստեղծվում մուլտֆիլմերը։ Գրականության եւ արվեստի թանգարանում են պահվում մեզ շատ հայտնի նշանավոր մուլտֆիլմերի արխիվները։ Օրինակ, կհիշեք Պինգվին Աշենը, Պինգվին Լոլոն։ Ներեցեք, սխալ ասեցի, Պինգվին Վինը, կներեք։
Պինգվին Վինը մուլտֆիլմի ամբողջ արխիվը պահվում է Գրականության եւ արվեստի թանգարանում մյուս անիմացիոն ֆիլմերի հետ միասին։ Այստեղ նկարչություններն են, թե ինչպես է պատկերել Պինգվին Վինին, այստեղ սցենարն է, ինչպես է մարդը մտածել, ինչպես պիտի լինի, ռեժիսորը մտածել, սցենարիստը թե գրել ինչպես պիտի լինի, ինչ զարգացումներ պիտի ունենա մուլտֆիլմը, եւ մենք սրա հիման վրա ստեղծել ենք կրթական ծրագիր, որի արդյունքում դուք ստեղծում եք ձեր Պինգվին Վինին, ձեր անիմացիաները, կան բացահայտում կոչվող ծրագրերը, որոնք բացահայտում են այս կամ այն մտավորականին, գրողին, կոմպոզիտորին, դերասանին, ռեժիսորին եւ այլն, եւ որ ամենակարևոր մասն է կրթական ծրագրերի, յուրաքանչյուր կրթական ծրագրի միջոցով յուրաքանչյուր այցելու ու մասնակից հնարավորություն է ունենում թանգարանը տեսնել ներսից։ Այստեղ կարելի է ծանոթանալ թանգարանի ֆոնդերին, այստեղ կարելի է ծանոթանալ թանգարանի գրադարանի հարուստ հավաքածուին, իսկ թանգարանն ունի շատ մեծ գրադարան, որտեղ պահվում են բազմաթիվ հնատիպ գրքեր։ Եկեք ամփոփենք, խոսենք նաև այս ծրագրի մասին, ինչու ենք նկարում Վիլյամ Սարոյանին։ Գրականության եւ արվեստի թանգարանը նաև աշխարհասփյուռ հայերի թանգարանն է։ Այստեղ են պահվում Դանիել Վարուժանի, Միսակ Մեծարենցի, Շարլ Ազնավուրի, Վիլյամ Սարոյանի արխիվները։ Եվ Վիլյամ Սարոյանի արխիվային հավաքածուի հիման վրա, որի թվում է նաև Վիլյամ Սարոյանի հեծանիվը, վստահ եմ բոլորդ այդ լուսանկարը տեսել եք, չէ՞, Վիլյամ Սարոյանը հեծանիվով հայրենիքի ճամփեքին։ Այդ հեծանիվը նվիրաբերվել է Գրականության եւ արվեստի թանգարանում, ինչպես նաև հավաքածուի մաս է կազմում Սարոյանի ինքնադիմանկարը, կիսածաղրանկար դիմանկար, որ ինքն իրեն նկարել է։ Սարոյանը երիտասարդ տարիքում ինքն իրեն նկարել է եւ ուղարկել ընկերներին, մակագրելով, որ ես ուղարկում եմ իմ ինքնադիմանկարը, որն արել եմ մինչ մի թեթև գինով ցածեի։ Այնուհետև նա սկսում է այդպիսի շարք ինքնադիմանկարների։ Սա շատ հետաքրքիր, զվարճալի ու չափազանց գեղեցիկ շարք է։ Եվ սրա հիման վրա մենք մի նախագիծ իրականացրեցինք, հիմա Գրականության եւ արվեստի թանգարանում մինչեւ տարեվերջ գործելու է միջազգային ցուցադրություն, որ իրականացրել ենք Միացյալ Նահանգներում Վիլյամ Սարոյան հիմնադրամի հետ համատեղ։ Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից բերել ենք 104 նկարչական աշխատանք Վիլյամ Սարոյանի, ոչ միայն ինքնադիմանկարները, այլև նրա գունանկարներն ու գծանկարները։ Դու գիտեիք, որ Սարոյանը նկարում է։ Շատ քչերին է հայտնի, մենք գիտենք Սարոյան գրողին, իսկ այս ցուցադրության միջոցով կարելի է բացահայտել Սարոյան նկարչին։ Գույների հրավառություն է պարզապես, շատ հետաքրքիր գծերով ու գույներով համադրված կոնցեպտուալ աշխատանքներ, որ կարող եք տեսնել մեր ցուցասրահում ժամանակավորապես, եւ սրա մեխն է կազմում իհարկե եւ հեծանիվը, որը ցուցադրվող միակ հուշային առարկան է, եւ ինքնադիմանկարները, որոնցից մեկը հիմա մենք նկարում ենք, եւ մեզ հետ հուշ կտանենք, որպես այսօրվա մեր հանդիպման խորհրդանշան, եկեք այսպես պայմանավորվենք։ Ու քանի որ եզրափակում ենք Սարոյանով, եկեք հիշենք Սարոյանի խոսքերը, որ ասում էր «Իմ սիրտը լեռներում է»։ Պատկերացնում եք 20-րդ դարի ամենանշանավոր ամերիկացի գրողներից մեկը, ում սիրտն ամենամեծ հայկական սիրտն էր եւ միշտ գտնվում է լեռներում, հայոց լեռներում, ով ասում էր, որ ես գրում եմ անգլերեն, բայց մտածում եմ հայերեն։ Ես ուզում եմ ձեզ խնդրել, գիտեմ, որ ավարտելու եք, իհարկե ձգտելու եք եւ ես շատ ողջունում եմ, որ ստանաք արտասահմանյան կրթություն, բարձրագույն կրթություն, վերապատրաստվեք տարբեր երկրներում, շատ հետաքրքիր մասնագիտություններ ձեռք բերեք, ուր էլ որ գնաք, որտեղ էլ որ ապրեք ու ստեղծագործեք, թող ձեր սիրտը լինի մեր լեռներում, մեր հայրենիքում։ Շնորհակալ եմ եւ սիրով լսում եմ ձեր հարցերը։ Դուք
Մենակ հայկական պատմությունն եք ներկայացնում ձեր թանգարանում, թե օտարազգի ինչ-որ պատմություններն էլ կար ձեր թանգարանում, ինչ-որ հուշեր։ Շնորհակալություն հարցի համար, ինչպես նշեցի, թանգարանը պահպանության միավորներով ամենամեծ պահոցն է եւ պատկերացնում եք միլիոնավոր թանգարանային առարկաներ կան այստեղ պահպանվող, որոնց միայն 0.02%-ն ենք կարողանում ցուցադրել։ Աշխարհի բոլոր թանգարանները ունեն տարածական խնդիրներ։ Նույնիսկ ձեր պատկերացրած ամենամեծ թանգարանն, օրինակ ձեր կարծիքով ո՞րն է ամենամեծ թանգարանը։ Լուվրը։ Ենթադրենք Լուվրը, որ ունի թվացյալ անսահմանափակ տարածքներ։ Լուվրը եւս ունի այս խնդիրը։ Թանգարանում չեն ցուցադրվում բոլոր առարկաները, որոնք պահպանվում են, եւ ոչ միայն տարածական խնդրից ելնելով, այլև պահպանության տեսանկյունից ելնելով։ Եվ ահա այս կոնցեպտի մեջ, այս հայեցակարգի մեջ մենք մի շատ բարդ աշխատանք ենք իրականացնում, ընտրում ենք, թե որ առարկաները ցուցադրենք, ինչ սկզբունքով ու ինչ հայեցակարգով։ Հիմնականում գրականության եւ արվեստի թանգարանում ցուցադրված է հայ գրականության եւ արվեստի պատմությունը։ Թանգարանն ունի սրահներ, երկու սրահ հայ գրականության վերաբերյալ է, մի սրահ հայ կինոյի, մի սրահը հայ թատրոնի եւ մի սրահը հայ երաժշտությանն է վերաբերում։ Եվ այստեղ հայեցակարգից եւ իմաստային լուծումներից ելնելով ներկայացված են նաեւ համաշխարհային նշանակության փաստաթղթեր, բավարարագրություններ ու առարկաներ, որոնց մասին զրուցեցինք քիչ առաջ։ Օրինակ, Նապոլեոն Բոնապարտի հրաժարականը ցուցադրված է երաժշտության սրահում։ Գիտեք ինչու՞։ Որովհետև այս հրաժարականը Հայաստան եւ գրականության եւ արվեստի թանգարան է հասել մեր հայ կոմպոզիտորի Վասիլի Գորգանովի, որի ազգանունը Ղորղանյանն էր, հայկական ազգանունը, անհատական հավաքածուով, անձնական հավաքածուով։ Մեր թանգարանում պահվում են ոչ միայն մեր մեծերի արխիվային հավաքածուները, այլև եթե իրենք ունեցել են հավաքածու, իրենք են ստեղծել հավաքածու, այդ հավաքածուներն էլ են պահվում մեր թանգարանում։ Եվ ահա այս միջոցով, այս համաշխարհային նշանակության օրինակ այս վավերագրությունը հասել է գրականության եւ արվեստի թանգարան, որը ցուցադրվում է այն կոմպոզիտորի, երգահանի եւ երաժիշտի բաժնում, ցուցափեղկում, որտեղ ցուցադրված է իր անձնական իրերը։ Ես կուզեի հարցնել, ոնց եք դուք սովորել դպրոցում եւ որն է եղել ձեր ամենասիրված առարկան։ Դպրոցն ավարտել եմ գերազանցությամբ, լավ եմ սովորել ու որքան էլ որ տարօրինակ է, իմ ամենասիրելի առարկան երկրաչափությունն էր։ Ցանկանում էի հարցնել, ինչ դժվարությունների եք առնչվել այս ճանապարհի ընթացքում։ Դժվարությունները բազմաթիվ են, որովհետև աշխատանքն ինքնին հեշտ չէ։ Ես արդեն նշեցի, որ շատ առաջին քայլից եմ սկսել եւ քայլ առ քայլ եմ հասել ղեկավար պաշտոնի։ Օրինակ ուսանողական տարիներին ես աշխատել եմ թանգարանում որպես բանվոր։ Դա իհարկե կարճ ժամանակաշրջան էր, բայց այո, թանգարանին անհրաժեշտ էին բանվորներ պարկերը տեղափոխելու համար եւ մենք կուրսընկերուհիներով մասնակցում էինք այդ աշխատանքին։ Աշխատել եմ որպես ցուցադրության հյուրընկալ, աշխատել եմ որպես բուկլետների, ֆլայերների, թռուցիկների պատրաստման կամավոր եւ այլն։ Տևական ժամանակ թանգարաններում կամավորական շատ ամենատարբեր աշխատանքներ եմ իրականացրել։ Հետո դարձել եմ գիտաշխատող, հետո ավագ գիտաշխատող, հետո կրթսերֆոնդապահ, հետո գլխավոր ավանդապահ, հետո փոխտնօրեն, հետո տնօրեն, հետո իմ ամենասիրելի թանգարանի տնօրեն։ Եվ իհարկե այս ճանապարհը անցնելը չափազանց դժվար է։ Դժվարությունների է զբաղվում ցանկությունների եւ հնարավորությունների անհամաչափության կոնտեքստում։ Դժվարությունների է զբաղվում երազանքների, պատկերացումների, մեծ անելիքների անհամբերության եւ դրանց իրականացման առաջնահերթության ու հերթականության որոշումների կայացման կոնտեքստում եւ շատ այլ տարբեր իրավիճակներում կարելի է ասել, որ դժվարությունները իսկապես գերակշռել են քան միանգամից ստացվող նախագծերը։
Բայց ուզում եմ իմանաք, որ թանգարանում իրականացվող յուրաքանչյուր նախագիծ, յուրաքանչյուր ծրագիր, յուրաքանչյուր ցուցադրություն, յուրաքանչյուր այցելու այց ապրեցնում է, վերապրեցնում է եւ վերարժևորում է մեր մշակութային ժառանգությունը։ Ուզում եմ իմանալ, միջև ձեր հիմնական աշխատանքին անցնելը, այլ ինչ մասնագիտությունների մասին էիք մտածում։ Երազում էի դառնալ դերասանուհի։ Սիրում էի մաթեմատիկա եւ թանգարաններ։ Ի վերջո ես ինձ գտա թանգարանում, հենց թանգարանագիտություն, թանգարանային գործկրթություն, չի ասի, որ շատ հաճախ եմ մտափոխվել։ Չի ասի, որ շատ մտքով թռչկոտել եմ բժշկությունից թվային ինչ-որ գրագիտություն կամ այնտեղից հումանիտար գիտություններ, հավանաբար այն տարիքում, երբ արդեն պիտի հստակ կողմնորոշվեի ինչ մասնագիտություն եմ ուզում, ինձ օգնության եկան իմ նախասիրությունները, նախապատվությունները եւ ես ընտրեցի հենց այս մասնագիտությունը։ Հիմա ժամանակները փոխվել են եւ երիտասարդներին գրավելը ավելի դժվար է դարձել։ Թանգարանային նյութը ներկայացնելու մոտեցման ինչ նոր միջոցներ եւ տեխնոլոգիաներ են քննարկվում թանգարաններում եւ ինչու ոչ արդեն կիրառվում։ Շնորհակալ եմ շատ։ Ուրախություն բոլորիս, հայաստանյան շատ թանգարաններում այո արդեն կիրառվում են թվային տեխնոլոգիաներ եւ առհասարակ տեխնոլոգիաներ ներկայացնելու թանգարանային առարկաները։ Դրանք կլինեն VR ակնոցների տեսքով, դրանք կլինեն շարժման տվիչների տեսքով, դրանք կլինեն հետաքրքիր լուծումների տեսքով, օրինակ գրականության եւ արվեստի թանգարանում կարելի է մոտենալ հին հեռախոսի եւ այդ հեռախոսով լսել Սուրեն Քոչարյանի ընթերցումը Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների, ընթերցմամբ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը։ Երբ մոտենում ենք Կոմիտասի բաժնին, այդտեղ կարելի է հպվել ձեռքով եւ լսել Կոմիտասի ձայնը։ Երբ մոտենում ենք Վահրամ Փափազյանին ներկայացնող բաժնին, այդտեղ կարելի է հպվել ձեռքով եւ լսել այն նշանավոր լինել, թե չլինել հատվածը։ Եվ սրանք նվազագույնն են։ Թանգարաններն այժմ իսկապես լայնածավալ ծրագրերով եւ խոշոր քայլերով փորձում են մատը զարկերակին պահել։ Ու բարեբախտաբար հայկական թանգարաններն այնքան հարուստ են մշակութային արժեքներով, որ իսկապես հնարավորություն ունեն անգամ նվազագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մեծ հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մոտ։ Աշխարհի շատ տարբեր երկրների, շատ տարբեր թանգարաններում լինելով հանդերձ, օրինակ Ճապոնիայի թանգարանում, որտեղ հրաշալի տեխնոլոգիաներ են, աներևակայելի տեխնոլոգիաներ են կիրառվում, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Չեխիայի եւ մյուս բոլոր թանգարաններում, շատ թանգարաններում լինելով ես կարող եմ վկայել, որ մեր թանգարանների հավաքածուները աշխարհի ամենահարուստ հավաքածուներից են։ Եվ ես իհարկե հասկանում եմ, որ այս ժամանակաշրջանում երիտասարդներին ավելի շատ գրավում են տեխնոլոգիաները, բայց եկեք մի փաստ չմոռանանք, որ տեխնոլոգիաներն իրենք ստեղծվել են մշակույթից, գրականությունից եւ այսպես անվերջ շրջապտույտի մեջ ենք։ Օրինակ, դուք գիտեք արդյոք որտեղից է առաջացել ռոբոտ բառը։ Ով գիտի։ Ռոբոտ բառն առաջին անգամ օգտագործել է չեխ գրող Չապեկը իր ռուր պիեսի մեջ, որտեղ իր հերոսը ռոբոտ էր, դա հորինած տերմին էր, ռոբոտ չեխերեն նշանակում է հարկադրված աշխատանք, այստեղ հերոսը հարկադրված ծրագրավորված աշխատանք էր անում եւ ահա այսպես առաջացավ ռոբոտ բառը, որը փոխեց աշխարհը եւ այսօր զարգանալով վերածվեց խոշորագույն տեխնոլոգիայի։ Եվ այս անվերջ շրջապտույտի մեջ ի վերջո գալիս ենք սկզբնաղբյուրին, ինքնագրերին, բնօրինակներին, սրանք աներևակայելի եւ անփոխարինելի էմոցիաներ ու զգացողություններ են առաջացնում։ Այսօր մեր դպրոցը մասնակցեց Քո արվեստը դպրոցում ծրագրին։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր եւ ուսուցողական ելույթի համար։ Իսկապես շատ հագեցած եւ հետաքրքիր նյութերով լի հանդիպում էր։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի հետաքրքիր միջոցառման համար։ Շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք եւ շատ կցանկանանք, որ նման հանդիպումները շատ լինեն։ Իմացանք, թե ինչ է նշանակում թանգարան, ինչ է ներառվում թանգարանի մեջ, իմացանք մեր հայ մեծերի մասին։ Չնկատեցի, թե ինչպես ժամանակ անցավ նկարելու ժամանակ եւ շատ հետաքրքրությամբ նկարեցի։ Գեղեցիկ եւ հավես ժամանակ անցկացրեցինք նկարելով, հարցեր տալով եւ հարցերը շատ գեղեցիկ ձևով կազմակերպված ստանալով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Խոջամիրյանին մեզ լավ ժամանակ տրամադրելու իր գիտելիքներով եւ շատ հետաքրքիր ճանապարհով ներկայացնելու համար։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Գույներ, Լուսաբաց, թե մայրամոտ։ լուսաբաց, Սուրճ, թե թեյ։ սուրճ, Ինքնաբուխություն, թե պլանավորում։ ինքնաբուխություն, Աշխատելիս լռություն, թե երաժշտություն։ լռություն, Որն է ձեզ ոգեշնչած ամենատարօրինակ բանը։ քանդակ, որը մթության մեջ էր եւ վախներ շնչեց, որովհետեւ մոռացել էի, որ այդ քանդակն այդ վայրում է գտնվում եւ մինչեւ ուշ ժամ աշխատել էի, որն ինձ ոգեշնչեց նոր հետաքրքիր կոնցեպտ մշակելու ցուցադրության, որտեղ կարող են լինել մթության մեջ քանդակներ, մահադիմակներ ու շատ հետաքրքիր մոտեցում։ Որն է ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը։ Աստվածաշունչը, Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ նոթատետր, Հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել։ Խաչատուր Աբովյանի, Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։ զգացողություն, Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ սիրուց, միանշանակ սիրուց, Որն է արվեստագետի գերբնական ուժը։ ստեղծագործելը, արարելը, Առանց ինչի չեք կարող ստեղծագործել։ ներշնչանքի, Նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը։ սեր, Ինչ կանեիք, եթե արվեստով չզբաղվեիք։ մաթեմատիկոս կլինեի, Ինչն է ավելի կարևոր։ Ձևը, թե բովանդակությունը։ բովանդակությունը, Ինչն է ավելի դժվար։ Խոսել, թե լռել։ լռելը իհարկե, Որն է ձեր կյանքի կարգախոսը։ փորձել լինել երջանիկ, Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ սիրեք,